Հաջորդ հարցը Նարեկ Յակոսյան վարդը։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, Տեր Ռուբեն անունով մի քահանա ահազանգում է այն մասին, որ ԱԱՑ-ն գնացել է իր մոտ եւ առաջարկել է, որ պատարակի ժամանակ, որը հավանաբար տեղի ունենալու առաջին կիրակի օրը, վեհապարի անունը չհնչեցնի, ասում է, եկան, ասեցին, բա Տեր Հայր ջան, խնդրում ենք վեհապարի անունը չտաս։ Այս քահանան եթե օրինակ լիներ ընդդիմադիր հայացքներով քաղաքացի, ինչ որտեղ կմտածենք, որ չափազանցնում է, բայց նա ըստ էության ձեր աջակիցն է, ասում է ազգընտիր վարչապետը գա, ես իր համար պատարակ կմատուցեմ, բայց միայն թե ԱԱՑ-ը ինձ մի ստիպի, որ ես շեղվեմ 25 տարվա իմ այս տեքստից։ Արդյոք պարոն վարչապետ, ԱԱՑ-ն գնում է հոգևորականների մոտ եւ ինչ որ նոր տեքստեր է առաջարկում, որ հնչեցնեն այն պատարակներին, որոնց դուք եք մասնակցում, թե ոչ։ Ես գնում եմ այն պատարակներին, որտեղ Կտրիչ Ներսիսյանի անունը չի հնչում։ Մենք խնդրում ենք, երբ որ ես մտադիր եմ մասնակցել, մենք խնդրում ենք, որպեսզի այս փաստը, որ մենք համարում ենք, որ Կտրիչ Ներսիսյանը կաթողիկոս չէ, հաշվի առնվի։ Մի դեպքում կարող է ծանոթ լինել, դա կարող է ԱԱՑ աշխատող լինել, մյուս դեպքում կարող է որևէ տեղ աշխատող չլինել, երրորդ դեպքում կարող է ծանոթ լինել, չորրորդ դեպքում կարող է բարեկամ լինել, հինգերորդ դեպքում կարող է իմ օգնականը լինել, վեցերորդ դեպքում կարող է վեցերորդ մարդ լինել, յոթերորդ դա կախված է նրանից, ով ում ճանաչում է եւ ով ինչ անձնական կապեր ունի։ Այստեղ ԱԱՑ-ն եւ մյուս ինստիտուտները կապ ունեն այնքանով, որքանով որևէ մեկը որևէ մեկին ճանաչում է։ Այնպես չի, որ քահանաները պետական մարմինների հետ մենակ իմ պատարակ գնալու առիթով են շփվում, իրենք բազմաթիվ հայտնի եւ ոչ այդքան հայտնի առիթներ կան, որ շփվում են, այնպես որ շատ մի նեղվեք այդ փաստերից։ Գիտեք, ցանկացած տեղ, որ ես գնում եմ պատարակի, ուրեմն այնտեղ, որտեղ ես մտադրություն ունեմ գնալ պատարակի, ոչ միայն ես, Հայաստանի Հանրապետության վարչապետը եւ պետական պահպանության ենթակա ցանկացած անձ։ Եթե ես որևէ եկեղեցի պետքա գնամ պատարակի, այդ պահից սկսած այդ տեղը համարվում է պետական պահպանության ենթակա օբյեկտ եւ այնտեղ իրականացվում են գործողություններ։ Այդ թվում եկեղեցում իրականացում են անվտանգության գործողություններ, արվում են վերլուծություններ, մարդկանց մոտեցումների, իրենց հայացքների, ծայրահեղ կամ ոչ ծայրահեղ հայացքների անվտանգությունը ապահովելու համար։ Սա ոչ մի նորություն այստեղ